Նայեք այս նկարին, այս փոքրիկ աղջկա անունը Բրենդա է։ Հիմա նայեք այս տղային, այս տղայի անունը Դեյվիդ է։ Այս երկու նկարների մարդիկ նույն մարդն են։ Պարզապես կյանքի առաջին 14 տարին Դեյվիդը եղել է Բրենդա, սեփական մայրը 14 տարի ընտանիքից, բարեկամներից և հենց իրենից երեխայից գաղտնի է պահել երեխայի իրական սեռը ու մեծացրել է իր զույգ տղաներից մեկին որպես աղջիկ։ Շոկային այս ճշմարտությունը, որ ինքը իրականում ոչ թե աղջիկ է, այլ տղա, Բրենդան բացահայտում է 14 տարեկանում և հենց այդ ժամանակ Բրենդայի պատմությունը շոկի մեջ է գցում ամբողջ աշխարհը։ Սա ստանդարտ պատմություն չէ սեռափոխության մասին, սա պատմություն է, որը մի քանի վայրկյան հետո ձեզ համար դառնալու է ուղղակի անհավանական, իսկ պատմության վերջը իմանալուց հետո ձեր մարմնով սարսուռ է անցնելու։ Ինչը ստիպեց մորը սեփական ձեռքերով իր նորածին տղային դարձնել աղջիկ և 14 տարի գաղտնի պահել երեխայի իրական սեռը և ինչ ողբերգական ավարտ ունեցավ Բրենդայի կամ նույն ինքը Դեյվիդի պատմությունը։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Ամեն ինչ սկսվեց 1965 թվականից։ Կանադա, փոքրիկ մի քաղաքում Ջենեթ անունով այս կինը ունենում է երկու զույգ որդիներ։ Կատարվել էր կնոջ վաղեմի երազանքը։ Նա միշտ էր երազել զույգ որդիներ ունենալու մասին, և հիմա երազանքը իրականություն է դարձել։ Ծնվել էին Բրյուսը և Բրայանը։ Երեխաները ուժեղ էին, առողջ ու երջանիկ, ամեն ինչ ընթանում էր իր նորմալ հունով։ Երբ երեխաները դառնում են 8 ամսական, մայրը նրանց տանում է հերթական բժշկական հետազոտության, որը պետք է ավարտվեր բժշկական միջամտությամբ սեռական օրգանների հետ կապված։ Վիրահատությունից անմիջապես առաջ բժիշկը զրույց է ունենում Ջենեթի և նրա ամուսնու հետ և առաջարկում է երեխաների միջամտության ժամանակ օգտագործել ժամանակակից բժշկական մեթոդ էլեկտրական սարքավորումներով։ Զույգը երիտասարդ էր և առանձնապես շատ բան չէր հասկանում բժշկությունից ու դրա համար էլ բժշկի խոսքերը ներշնչում են վստահություն և նրանք համաձայնություն են տալիս։ Վիրահատական միջամտությունը սկսում են Բրյուսից։ 8 ամսական երեխայի վիրահատական միջամտությունը անսպասելի ընթացք է ստանում։ Բժիշկը օգտագործում է էլեկտրական մկրատներ, որոնք բարձր հոսանքի և լարվածության պատճառով գեր տաքանում են ու արդյունքում նորածին Բրյուսի սեռական օրգանի մաշկը, իսկ հետո արդեն ամբողջ սեռական օրգանը բառացիորեն վառվում է։ Բժիշկները դժբախտ պատահարի մասին հայտնում են ծնողներին և հույս չեն տալիս։ Նրանք ասում են, որ միակ տարբերակը սեռական օրգանը հեռացնելն է և դա է Բրյուսի համար փրկության միակ տարբերակը։ Ծնողները բնականաբար համաձայնվում են, այլ ելք չէր մնում։ Հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո Ջենեթը իր տեղը չէր գտնում։ Մի կողմից նա հասկանում էր, որ այո, տեղի է ունեցել ողբերգություն, բայց գոնե իր ձեռքին իր առողջ երեխան է, բայց մյուս կողմից ամեն անգամ երեխայի տակդիրը փոխելիս Ջենեթը հանդիպում էր դաժան իրականությանը ու հասկանում էր, որ այդպես Բրյուսը ապրել չի կարողանա։ Նրա ճակատագիրը արդեն իսկ որոշված է։ Եվ ահա օրերից մի օր Ջենեթի ու նրա ամուսնու համար կարծես թե օգնություն է գալիս երկնքից։ Երեկոյան երեխաներին քննացնելուց հետո զույգը հեռուստացույց էր դիտում։ Եվ հանկարծ շատ պատահական հեռուստացույցով Ջենեթը և ամուսինը լսում են Հարվարդի հայտնի պրոֆեսորի մի ելույթ։ Պրոֆեսորը, որի ազգանունն էր Մանի, շատ վստահ խոսում էր երեխաների սեռափոխության մասին շատ վաղ տարիքում։ Նա բացատրում էր իր թեորիան այն մասին,
որ մարդը որպես այդպեսին ծնվելու օրվանից սեռ չունի, գենդեր չունի եւ երեխայի սեռը որոշվում է միայն կյանքի առաջին 2 տարիների ընթացքում, կախված նրանից, թե ինչ դաստիարակություն է նա ստանում, ինչ միջավայրում է նա մեծանում եւ ինչ հետաքրքրությունների են ծնողները սովորեցնում այդ երեխային։ Այս խոսքերը փրկության օղակ են հնչում Ջենեթի համար։ Նա հասկանում է, որ եթե ամեն ինչ շատ անվտանգ է եւ եթե երեխային կարելի է մեծացնել ոչ թե այնպիսին, ինչպիսին նա ծնվել է, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, ապա սա իսկապես կարող է լուծում լինել Բրյուսի համար։ Ջենեթը հասկանում էր, որ Բրյուսը որպես տղա, իսկ հետագայում տղամարդ ճակատագիր չունի, նա չի կարող ռեալիզացվել եւ լինել երջանիկ։ Փոխարենը Բրյուսը կարող է երջանիկ ապրել որպես աղջիկ։ Այս հեռուստատեսային ելույթը տեսնելուց ընդամենը ժամեր հետո Ջենեթը եւ նրա ամուսինը կապի են դուրս գալիս պրոֆեսորի հետ եւ հանդիպում են նրան։ Եվ այսպես ով էր պրոֆեսորը, որի ելույթը Ջենեթը եւ ամուսինը տեսել էին հեռուստացույցով։ Dr. John Money, a psychologist at Johns Hopkins, is one of the leading advocates of sex change operations. Պրոֆեսորը Ջոն Մանին էր, Հարվարդի ամենաառաջատար պրոֆեսորներից ու գիտնականներից մեկը։ Մանին մեծացել էր շատ խիստ հավատացյալ ու կոնսերվատիվ ընտանիքում, ու երևի թե այս դաստիարակությունն էր պատճառը, որ նա մեծացել էր որպես գիտնական, ով ի սկզբանե մերժում էր այն ամենը, ինչ տրված է մարդուն ծնե։ Ու հենց դա էր պատճառը, որ նրա ամբողջ գործունեության հիմքում ընկած էր մի գաղափարախոսություն, եւ այդ գաղափարախոսությունը այն էր, որ իրականում այն սեռը, որով մարդ ծնվում է, դա այն սեռը չէ, որով մարդը պարտավոր է ապրել։ Ըստ պրոֆեսորի, մարդը իր կյանքի առաջին 2 տարվա ընթացքում չունի սեռ։ Մանին առաջին գիտնականներից էր, որ օգտագործեց եւ սկսեց շահարկել գենդեր տերմինը, այն ժամանակ, երբ դեռևս այս տերմինի մասին ոչ ոք նորմալ ոչինչ չգիտեր։ Մանին համոզված էր, որ եթե երեխան, օրինակ, ծնվում է տղայի սեռական օրգաններով, դա դեռ չի նշանակում, որ նա տղա է։ Դաստիարակությունը կարող է հաղթել բնությանը։ Ընդհանրապես, եթե տղային դաստիարակեն որպես աղջիկ, նրա հետաքրքրությունները ձևավորեն որպես աղջիկ եւ նրան բացատրեն ու նրա գիտակցության մեջ դնեն այն, որ նա աղջիկ է, երեխան կընտրի իգական սեռը։ Երեխան կլինի աղջիկ ու ճիշտ հակառակը։ Երբ տեղի է ունենում ճակատագրական հանդիպումը պրոֆեսորի եւ Ջենեթի, սա մեծ հույս էր երկու կողմերի համար են։ Սա շատ արդարացի հույս էր Ջենեթի համար եւ նրա ամուսնու։ Ծնողները երիտասարդ էին, փորձել էին հույսը եւ շատ նաիվ էին եւ միամիտ։ Նրանք հավատում էին պրոֆեսորի խոսքերին, որը խոսում էր շատ վստահ, շատ բանիմաց եւ գիտահեն։ Բայց մյուս կողմից հույս կար նաեւ պրոֆեսոր Մանիի մոտ, ու այդ հույսը նույնքան ազնիվ, միամիտ ու մաքուր չէր։ Մանին հասկանում էր, որ իր տարիների գիտական թեզերը ապացուցելու համար իրեն էքսպերիմենտ է պետք, իսկ ոչ մի տեղ բառացիորեն հնարավոր չէր գտնել երեխա, որին կարելի էր նման էքսպերիմենտի մասը դարձնել եւ ավելին ծնողները դրան համաձայն կլինեին։ Եվ Ջենեթի ու Բրյուսի պատմությունը ակնհայտորեն Մանիի համար ոսկի էր։ Նա հասկանում էր, որ սա կարող է կենդանի էքսպերիմենտ լինել, որը ապացուցելու կգա իր թեզը եւ հավիտյան իր անունը կանմահացնի գիտության մեջ։ Այդպես էլ լինում է։ Մանին վստահ ու հստակ տոնով բացատրում է ծնողներին, որ սեռափոխությունը շատ նորմալ, շատ տարածված եւ շատ անվտանգ պրոցեդուրա է, ու հենց այս պրոցեդուրան Բրյուսին կնվիրի երջանիկ ապագա։ Ծնողները համաձայնվում են։ Վիրահատությունը առանձնապես երկար չի տևում։ Շատ արագ վիրահատական միջամտության միջոցով վերացնում են փոքրիկ Բրյուսի մնացած ու վնասված սեռական օրգանների հյուսվածքները եւ դրա փոխարեն
երեխային տալիս են արհեստական կանացի սեռական օրգաններ։ Վիրահատությունը ավարտվում է, մանին ցնծում էր, որովհետև այդ վիրահատության ավարտը իր կարիերայի պիկի սկիզբն էր։ Իսկ Ջենեթը երեխային տանելով տուն հասկանում էր մի բան. իրենք սկսել են ճանապարհ, որը դաժան է լինելու թե Բրյուսի եւ թե իրենց համար։ Ամբողջ մի կյանք ապրել ցավի եւ մեղքի զգացողությամբ, որ պետք է ստեն իրենց սեփական երեխային, բայց միևնույն ժամանակ հույսով, որ հենց այդ սուտը փրկելու է երեխայի կյանքը ու նրան երջանիկ ապագա է նվիրելու։ Ջենեթի եւ նրա ամուսնու առաջ պրոֆեսոր Մանին դնում է միայն մեկ պայման։ Նա բացատրում է, որ որպեսզի երեխան երջանիկ կարողանա մեծանալ որպես աղջիկ, նրանք պետք է մի քանի կարևոր բան անեն։ Առաջինը՝ երբեք երեխային չպատմեն, նույնիսկ նրա ներկայությամբ շշուկով նրա ականջին չասեն, որ ինքը երբևէ տղա է եղել։ Երկրորդ՝ մեծացնել Բրյուսին որպես աղջիկ, իր հագուկ ապով, հետաքրքրություններով, եւ երրորդ, եթե հանկարծ երբևէ Բրյուսը հարցնի, արդյոք ինքը տղա է եղել, կամ նրա մեջ կասկածներ առաջանան, ծնողները պետք է հստակ պատասխան տային. դու միշտ աղջիկ ես եղել։ Անցնում էին ամիսներ։ Պրոֆեսոր Մանին ուրախանում էր եւ ցնծում։ Նա համոզված էր, որ սկսել է էքսպերիմենտ, որը մեծագույն հաջողությամբ է ավարտվելու։ Նույնը սակայն տեղի չէր ունենում Ջենեթի ընտանիքում։ Ջենեթը փոքրիկ Բրյուսին տուն վերադարձնելուց հետո նրան տալիս է նոր անուն եւ դարձնում է Բրենդա։ Փոքրիկ Բրենդան մեծանում է իր զույգ եղբոր Բրայանի հետ։ Մեկը մեծանում է որպես տղա, մյուսը աղջիկ։ Նրան մայրը շրջապատում է բոլոր աղջկական պարագաներով, աղջկական հագուստ, աղջկական նախասիրություններ, աղջկական տիկնիկներ։ Կապը չի կտրվում նաև պրոֆեսոր Մանիի հետ, որովհետև բնականաբար էքսպերիմենտը հաջողությամբ ավարտելու համար պրոֆեսորը պետք է մշտական դիտարկումներ իրականացներ, գրառումներ աներ եւ վստահ լիներ, որ վերջնականապես էքսպերիմենտը հաջողվել է։ Իսկ էքսպերիմենտը վերջնականապես հաջողված կհամարվեր այն ժամանակ, երբ Բրյուսը, հիմա արդեն Բրենդան, պատրաստ լիներ ֆիզիկապես տանել վիրահատություն ու կատարել վերջնական սեռափոխություն, ձեռք բերելով արդեն իրական կանացի սեռական օրգաններ։ Այդ նպատակով դոկտոր Մանին եւ Բրենդան ու նաև նրա եղբայրը Բրայանը հանդիպումներ էին ունենում ամեն 6 ամիսը մեկ։ Այդ հանդիպումները անցնում էին հարցազրույցի տեսքով եւ բավական ոչ հաճելի ու նույնիսկ կարելի ասել տհաճ էին անցնում փոքրիկ երեխաների համար, որովհետև պրոֆեսորը ոչ միայն չափազանց ցինիկ էր, այլ նաև շատ գրեհիկ հարցեր էր տալիս, որոնք անցնում էին բոլոր բարոյական նորմերը, հատկապես փոքր երեխաներին վերաբերող։ Դոկտոր Մանին դա անում էր նրա համար, որովհետև նրան պետք էր ժամանակից ավելի շուտ երեխաների ուշադրությունը հրավիրել գենդերի, սեռի երևույթի վրա։ Նրան պետք էր որքան հնարավոր է շուտ երեխաները ֆիքսեն, թե սեռական ինչ առանձնահատկություններով են տղաները տարբերվում աղջիկներից եւ որքան հնարավոր է շուտ գիտակցել, որ մեկը տղա է, իսկ մյուսը աղջիկ։ Բացառիկ մի բան, մինչև այսօր պահպանվել են ձայնագրությունները եւ նոթերը այս հանդիպումների պրոֆեսորի եւ Բրենդայի։ Ու այս նոթերը, այս ձայնագրությունները ուղղակի շոկային են։ Ինչ հարցեր է պրոֆեսորը տալիս երեխային եւ ինչ պատասխաններ է ստանում։ Հանդիպումներից մեկի ժամանակ օրինակ պրոֆեսորը հարց է տալիս։ Կարծես նախնական զրույց է սկսում հասկանալու համար արդյոք Բրենդան այդ հոգեվիճակում է, որպեսզի հասկանա տղաների եւ աղջիկների տարբերությունը։ Նա հարցնում է. իսկ դու գիտես որն է տղաների եւ աղջիկների տարբերությունը։ Բրենդան պատասխանում է. այո, մազերը։ Աղջիկները ունեն երկար վարսեր, տղաները ունեն կարճ վարսեր։ Հետո նա հարցնում է. իսկ որն է քո ու Բրայանի տարբերությունը կամ ով է ձեր միջից լիդերը։ Եվ Բրենդան պատասխանում է. Բրայանը, որովհետև նա տղա է, իսկ ես աղջիկ։ Բայց հանդիպումները գնալով
ավելի ցինիկ բնույթ էին ստանում։ Պրոֆեսորը ուզում էր արագացնել իր էքսպերիմենտի հաջողությունը որքան հնարավոր է, եւ հենց դրա համար էլ նա սկսում է գրեհիկ հարցուփորձի միջոցով երեխաների ուշադրությունը գրավել սեռական օրգանների վրա։ Կան ձայնագրություններ, որտեղ պարզ է դառնում, որ պրոֆեսորը ոչ միայն տալիս էր երեխաներին անհարմար հարցեր, ինչպիսին են օրինակ ինչ կա քո ոտքերի արանքում եւ ինչ կա քո եղբոր ոտքերի արանքում, այլ նաեւ պատասխաններ չստանալու արդյունքում նա ստիպում էր երեխաներին հանել իրենց հագուստը, նայել մեկը մյուսին լրիվ մերկ վիճակում եւ նկարագրել մեկը մյուսի սեռական օրգանները։ Այս ցնցող ձայնագրությունները ուղղակի շոկի մեջ են գցում բոլոր մարդկանց, ովքեր դրանք կարդում կամ լսում են։ Բայց ամենասարսափելին այն է, որ պրոֆեսորի այդ հանդիպան մանրամասները չգիտեին Ջենեթը եւ նրա ամուսինը։ Այս մանրամասները իմանում են միայն տարիներ հետո, երբ Բրենդան արդեն դառնում է Դեյվիդ ու իր պատմությունը պատմում է աշխարհին։ Ծնողները պարզապես հանգիստ էին, որ իրենց երեխաները հանդիպում են պրոֆեսորի հետ եւ ուղղակի հերթական ստուգումն են անցնում։ Իսկ հանդիպումները ել ավելի տրավմատիկ եւ ցավոտ են դառնում, երբ դոկտոր Մանին չափ ու սահմանը չկորցնելով ավելի ծայրահեղ միջոցների է անցնում։ Նա մերկացնում է երեխաներին, նստացնում է բազմոցի վրա եւ ստիպում է նրանց տարբեր դիրքերով լուսանկարվել։ Իսկ հետո այդ լուսանկարների միջոցով փորձում է երեխաներին բացատրել, թե սեռական որ օրգանների միջոցով են տղաները տարբերվում աղջիկներից։ Այս ցավոտ էքսպերիմենտների արդյունքում երկու իրականություն էր տիրում Մանիի եւ Բրենդայի աշխարհներում։ Դոկտոր Մանին ամեն հանդիպումից հետո վերադառնում էր համալսարան եւ գիտական աշխարհում խոսում էր իր գրանցած աննախադեպ հաջողության մասին։ Նա պատմում էր, որ Բրենդան իրեն լիովին աղջիկ է զգում եւ երջանիկ է այդ կերպարի մեջ։ Այնինչ բոլորովին այլ իրականություն էր Բրենդայի հոգում եւ Ջենեթի ընտանիքում։ Բանն այն է, որ ժամանակի ընթացքում Բրենդան սկսում է նկատել, որ ոչ միայն իրեն չեն հետաքրքրում աղջիկական խաղալիքները եւ ինքը ավելի սիրում է խաղալ օրինակ եղբոր Բրայանի խաղալիքներով, այլ նաեւ ինքը տարբերվում է մյուս աղջիկներից իր կառուցվածքով։ Ինքը շատ ավելի խոշոր, շատ ավելի կոպիտ դիմագծեր ուներ, մի տեսակ ավելի տղայական դիմագծեր ու կազմվածք ուներ։ Ու դրա պատճառով մեծանալուն զուգահեռ Բրենդան սկսում է նույնիսկ զուգարան չգնալ մյուս դասարանի աղջիկների հետ։ Բայց ամենացավոտը այն էր, որ երեխան չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Նա հասկանում էր, որ ինքը աղջիկ իրեն չի զգում, բայց միևնույն ժամանակ ծնողները ասում են, որ ինքը տղա չէ։ Ու երեխան ընկնում է ծանր հոգեբանական վիճակի մեջ, որովհետև մտածում է, որ եթե ինքը ոչ աղջիկ է եւ ոչ էլ տղա, ուրեմն տարօրինակ մի երևույթ է, որի նման իր շրջապատում չկա։ Այս նույն ծանր հոգեվիճակի մեջ հայտնվում է նաև նրա զույգ եղբայրը՝ Բրայանը։ Ինչու՞։ Որովհետև Բրայանը մեծանում էր զույգ քրոջ հետ, որը ակնհայտորեն տարբերվում էր դպրոցի մյուս աղջիկներից եւ ակնհայտորեն իր բոլոր նախասիրություններով շատ ավելի նման էր իրեն։ Բացի այդ, Բրայանը չէր հասկանում, թե ինչու էր ստիպված հանդիպում տարօրինակ պրոֆեսորի հետ, որը մերկացնում էր նրանց եւ ստիպում էր տարբեր դիրքերով լուսանկարվել։ Ու սա խորը հոգեբանական հետք է թողնում երկու երեխաների վրա։ Բայց այս պատմությունը ամենասարսափելի երանգը ստանում է այն ժամանակ, երբ երեխաները դառնում են 13 տարեկան։ Բանն այն է, որ բժիշկը հասկանում է, որ Բրենդան արդեն մոտեցել է այն տարիքին, երբ ֆիզիկապես ոչ միայն պատրաստ է, այլ նաև հենց հիմա պետք է իրականացնել վիրահատություն եւ կատարել վերջնական սեռափոխությունը։ Մանիի համար դա լինելու էր տրիումֆի ժամը։ Հենց դրա համար էլ հանդիպումները երեխայի հետ ավելի հաճախակի են դառնում եւ ավելի ինտենսիվ։ Եվ վերջապես հասկանալով, որ խոսակցությունները սեռափոխության մասին ոչ մի արդյունք չեն տալիս եւ երեխան կտրականապես հետ է կանգնում վիրահատվելու մտքից, որովհետեւ ուղղակի չէր հասկանում, եթե իր լյարդը չի ցավում, իր ստամոքսը չի ցավում, ոտքը չի ցավում, ինչի համար ինքը պետք է վիրահատվի, պրոֆեսորը որոշում է դիմել մի ծայրահեղ քայլի։ Երեխայի հետ հերթական հանդիպմանը նա բերում է մի տրանսգենդեր կնոջ,
կնոջ, որը ժամանակին եղել է տղամարդ, իսկ հետո վիրահատական միջամտության արդյունքում դարձել է կին։ Եվ հուսով էր, որ այս հանդիպումը երեխային վերջնականապես կբացատրի եւ ցույց կտա, որ երբ որ դու վիրահատության միջոցով վերջնականապես ձեռք ես բերում որոշակի օրգաններ, որոնք քեզ վերջնական կին են սարքում, շատ ավելի երջանիկ ես դառնում եւ այդ վիրահատությունից վախենալ պետք չէ։ Բայց ի զարմանս Մանիի այդ հանդիպումը բոլորովին այլ ավարտ է ունենում։ Բրենդան ոչ միայն ցարսափելի վախենում է այս հանդիպումից, այլ նաև տուն վերադառնալով ծնողների առաջ դնում է պայման. եթե եւս մեկ անգամ հանդիպի պրոֆեսորին, կյանքը կավարտի։ Ծնողները հասկանում են, որ սա վերջն է։ Գաղտնիքը այլևս պահել անհնար է, որովհետև Բրենդան միևնույն է երջանիկ չի մեծանում, ու ժամանակն է պատմել ճշմարտությունը։ Դեյվիդը հիշում է, որ ավելի ճիշտ Բրենդան հիշում է, որ այդ օրը հայրը նրան տանում է պաղպաղակուտելու ու սովորաբար հիշում է, որ նման բան հայրը անում էր լուրջ խոսակցություններ ունենալու պարագայում եւ այդպես է լինում է։ Պաղպաղակը ուտելուց հետո հայրը պատմում է ճշմարտությունը Բրենդային, որ ինքը իրականում ծնվել է տղա եւ 14 տարի իրենից պարզապես գաղտնի են պահել իր իրական սեռը եւ ով լինելը։ Նույն ժամանակ տանը Ջենեթը այս լուրը պատմում է Բրայանին, Բրենդայի զույգ եղբորը, որ իրականում նա ունի ոչ թե զույգ քույր, այլ եղբայր։ Այս պատմությունը երկու ծայրահեղ ձևով է անդրադառնում երկու եղբայրների վրա։ Բրենդան երջանիկ է զգում իրեն, որովհետև նա վերջապես հասկանում է իր բոլոր դժբախտությունների եւ տվայտանքների պատասխանը։ Նա հասկանում է, որ այն, ինչ ինքը իրեն զգում էր, դա այն է, ինչպիսին ինքը ծնվել է։ Ինքը զգում էր իրեն տղա եւ ինքը ծնվել է որպես տղա։ Այսինքն այս ճշմարտությունը վերագտնելու պահ է դառնում Բրենդայի համար։ Բրայանը այս ինֆորմացիան շոկային է ընդունում։ Նա հասկանում է, որ այն ճշմարտությունը, որի մեջ ապրել է իր կյանքի առաջին 14 տարին, մեծագույն սուտ է իրականում, եւ սա իսկապես խորը հոգեբանական հետք է թողնում նրա վրա։ Բայց կյանքը շարունակվում է։ Բրենդան շատ արագ մի կողմ է թողնում իր կանացի անունը եւ իր համար որպես անուն ընտրում է Դեյվիդը։ Վիրահատական միջամտության շնորհիվ Դեյվիդը վերականգնում է իր տղամարդու սեռական օրգանները եւ վերջապես կարողանում է իրեն կարծես թե երջանիկ զգալ։ Դեյվիդը մեծանում է, ավելին ամուսնանում է եւ իրականություն է դարձնում իր երազանքը։ Երեխա է ունենում ու դառնում է հայր։ Ու թվում է, թե կյանքում ամեն ինչ նորմալ ու նույնիսկ կարելի է ասել լավ էր ընթանում։ Ու վերջապես Դեյվիդը կարող էր մոռանալ իր կյանքի առաջին 14 դժոխային տարիները եւ ապրել երջանիկ, բայց ամեն ինչ փոխում է մեկ հոդված։ Դեյվիդը բացահայտում է, որ անկախ իր ճակատագրից եւ անկախ իր հետ տեղի ունեցած փոփոխություններից, այնտեղ մի տեղ գիտական աշխարհում պրոֆեսոր Ջոն Մանին ներկայացնում է իր հետ կատարած էքսպերիմենտը որպես գիտական ձեռքբերում եւ ներկայացնում է, որ սա մեծագույն գիտական ապացույցն է նրա, որ երեխային կարելի է տալ այն գենդերը, որը դաստիարակվում է եւ որը թելադրում է շրջապատը, ու այստեղ բոլորովին կարևոր չէ թե ինչ գենդերով, ինչ սեռով է երեխան ծնվել, որ դաստիարակությունը կարող է հաղթել բնությանը։ Սա իմանալուց հետո Դեյվիդը որոշում է խիզախություն գտնել իր մեջ եւ պատմել ամբողջ աշխարհին իր պատմությունը։ Ինչու՞, որովհետև Դեյվիդի համար այնքան կարևոր չէր մոռանալ իր ողբերգությունը։ Դեյվիդի համար կարևոր էր մյուս երեխաներին փրկել նման ողբերգությունից։ Եվ Դեյվիդը անում է հսկայական կարևոր մի քայլ։ Նա հարցազրույց է տալիս եւ ամբողջ աշխարհին պատմում է իր կյանքի, ճակատագրի, Ջոն Մանի իրականացրած էքսպերիմենտի մասին, հրապարակային ներում է իր ծնողներին եւ վերջում հավելում, որ ոչ մի դաստիարակություն չի կարող հաղթել մայր բնությանը։ She's hurting right now. Mother's
all over the world are all alike. There's guilt. It's darned if you do and darned if you don't. Եվ իրականում, անկախ նրանից, որ 14 տարի իրեն մեծացրել են որպես աղջիկ, հոգու խորքում ինքը միշտ էլ իմացել է, որ տղա է ծնվել։ Այս իրադարձությունը իսկապես շրջադարձային է դառնում ոչ միայն Դեյվիդի, այլ նաև ամբողջ աշխարհի համար ու ամենակարևորը գիտական աշխարհի համար։ Բայց կարևոր է դառնում նաև Դեյվիդի ու Բրայանի ճակատագրերի համար։ Բրայանը, որ ծնված օրվանից ձեռք-ձեռքի տված էր քայլում իր սկզբից քրոջ, իսկ հետո արդեն զույգ եղբոր հետ, այս բոլոր վայրիվերումներին չի կարողանում դիմանալ։ Նա ծանր հոգեբանական ստրես է ապրում, որը բերում է շիզոֆրենիայի եւ ի վերջո ամեն ինչ ավարտվում է նրանով, որ որոշակի նյութերի ավել օգտագործման արդյունքում Բրայանը ավարտում է իր կյանքը։ Սրան չի դիպանում նաև Դեյվիդը։ Նա մտածում էր, որ եթե լույս աշխարհ է եկել Բրայանի հետ էլ պետք է հեռանա այս աշխարհից։ Ու հենց այդպես էլ լինում է։ Մի օր նա ուղակի սեփական ավտոմեքենայի մեջ վերջ է տալիս սեփական կյանքին, միանալով իր զույգ եղբորը Բրայանին, որն էլ իր հերթին դաժան կյանք էր ապրել Դեյվիդի վրա իրականացված էքսպերիմենտի պատճառով։ Դեյվիդի չլինելուց հետո նրա ծնողները շարունակել են էլի հարցազրույցներ տալ, պատմել Դեյվիդի ճակատագրի ու պատմության մասին։ We were so pleased and so proud and we settled right into our little one-room apartment. Մայրը մինչև վերջ էլ չէր ներում իրեն, որովհետև հասկանում էր, որ որքան էլ երիտասարդ է եղել ու որքան էլ ամեն ինչ արել է իր երեխայի երջանկության համար, նա թույլ է տվել մեծագույն սխալ, որը իրականում վերջն է եղել միանգամից իր երկու երեխաների, թե Բրյուսի, Դեյվիդի եւ թե Բրայանի համար։ Բայց սա իսկական կարևորագույն ու մեծագույն պատմություն է ոչ միայն անհատի տեսանկյունից, այլ ամբողջ գիտական աշխարհի տեսանկյունից, որովհետև սա մի դեպք է, որը ապացուցում է, որքան էլ այսօր ժամանակակից գիտությունը խոսի նրա մասին, որ հնարավոր է կատարել սեռափողություն, հնարավոր է համոզել մեկին, որ նա այն չէ, ինչ ծնվել է, այլ այն է, ինչ ուզում է լինել, միևնույն է, ոչ մի դաստիարակություն եւ ոչ մի գիտություն դեռևս չի կարող հաղթել մայր բնությանը, եւ մարդը ծնվում ու ավարտում է իր կյանքը այնպիսին, ինչպիսին նա կա բնության կողմից։ Ես բացում եմ ձեզ կոմենտներում, ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարևոր եւ շատ հետաքրքիր պատմություն էր, դրա համար խնդրում եմ, որպեսզի անպայման ձեր կարծիքը գրեք կոմենտներում, ինչ եք դուք մտածում, ճիշտ էր պրոֆեսոր Մանին եւ իսկապես կարելի է երեխային ուղղակի մեծացնել տղա կամ աղջիկ անկախ նրանից, թե նա ինչ սեռով է ծնվել, թե որոշիչ այնուամենայնիվ բնությունն է եւ մենք նա ենք, ով մենք ծնվել ենք, ի սկզբանե բնության կողմից։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում ու խնդրում եմ, որպեսզի դուք նաև սրտիկներ ուղարկեք, բարևներ ուղարկեք ինձ, որովհետև ձեր մեկնաբանությունները կօգնեն ինձ ակտիվացնել իմ ալիքը եւ վերջապես հասնել երանելի 200,000 բաժանորդի։ Իսկ դրա համար նաև բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը, եթե արդեն բաժանորդագրված եք, սեղմեք զանգակը, դա էլ ինձ շատ կօգնի եւ իհարկե ամսական փոքրիկ գումարով կարող եք միանալ իմ Patreon-ին, օգնել ինձ, աջակցել ինձ եւ իմ YouTube-ի ալիքին, որովհետեւ ես ավելի շատ վիդեոներ ձեզ համար նկարահանեմ, իսկ դրա համար սկանավորեք հիմա այս QR կոդը, ստոպ տվեք, սկանավորեք կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon բառը, սեղմեք լինքին եւ միացեք ամսական փոքրիկ գումարով իմ Patreon-ին։ Կհանդիպենք հաջորդ վիդեոյում։